Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեծ ուրախությամբ այս իրիկուն բադիվը մերն է, ես կներկայացնեմ մեր այս գիշերվան բادرակիչը Մոնտրեալ կանադայեն գուքա դե Գաբրիել Կամայան, որ կգտնվի Կալիֆոռնիա մեջ, հարավային Կալիֆոռնիա մեջ այս օրերուն եւ առաջնորդ սպասան հայրը Հովնան սպասանը զիսկանչեց անցալու լավ գլա եթե դեր հայրը գծանոթանա մեր համայնքները. So it's our distinct pleasure that we welcome dear Gabriel Kamayan from Montreal. He tells me he left the snow was 3 feet high to come here where the rain is 2 inches high. Which would you rather have? So we're grateful he's with us to share the spirit of Christmas with us tonight. And he will be offering tonight's homily. Aiski Shervan Hokevor Batgama der Hayra Binelganse Orte Sekter Hayr. Բարի երեկո բոլորին։ Նախ եւ առաջ կուզեմ իմ խորին շնորհակալությունը հայտնել առաջնորդ Սրբազան հոր եկեղեցուի հոգևոր հովիվին Կանայց տասուն մեր շատ սիրելի այր Բարտևին իր դբրած տասին սարգավակած տասուն եւ մեր ժողովրդին որ այս արիթ ինձ այեցիք որ գարենամ ես ալիմ գարկովս իմ բادرակը մատուցանել Անուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն Այսօր երգիրը ուրախացավ եւ երգինքը ծնծաց Կանզի բրգիչը աշխարհ եկավ Այս գիշեր սուրբ է Այս գիշեր օրտնյալ է Այս գիշեր դարբեր է գիշերներու նման չէ Այս գիշեր երգինքը գխոնարի դեպի երգիր եւ երգիրը գբացվի ընդունելու երկնավորը Այս գիշեր լրությունը գխոսի Խավարը գնահանչե եւ լույսը աստվածային լույսը մուտք գործե աշխարհի մեջ Եկեղեցին այսօր խոսք չի շտաբերսել ան գսպասե այն բահուն երբ մսուրի մեջ բարգած մանուկը գահայտնվի որպես աշխարհի բրգիչը Ոչ տակավորի պես, ոչ զորավարի պես, այլ խոնար մանուկի պես, որ եկավ բրգելու, ոչ տադելու։ Այս սուրբ գիշերվան մենք ամբողջ հավաքված ենք և կսպասենք լույսը ձակելուն։ Ոչ այն լույսին, որ գշլացնե աչքերը, այլ այն լույսին, որ գճերմացնե մեր սրդերը, ոչ այն լույսին, որ գբարդատրե, այլ այն լույսին, որ գհրավիրե սիրելու և ծարայելու, և ահա այդ լույսը ծնավ, ինչպես Ղուգասու ավետարանիչը գսե, մի վախնակ, Վասնզի ահա ես ցեզի մեծ ուրախության ավետիսմը գուդամ, որ բոլոր ժողովրդին բիդիելլա, վասնզի այսօր բրգիչ մծնավ Դավիթի քաղաքի մեջ, որ օձյալ դեր է։ Քրիստոսի ծնունդը աշխարհի բադմության ամենախոնարհ է, ամենամեծ Աստծո բրգության ծրագրին Աստված, որ երկինքն ու երգիրը ստեղծեց, չընտրեց բալադ, չընտրեց պարկ, չընտրեց զորություն, անընտրեց քարայրը, մսուրը եւ լրող մանուկը, ինչու,
Որովհետև Աստված գուկա ոչ թե վախցնելու, այլ մոդենալու, ոչ թե իշխելու, այլ սիրելու, ոչ թե ծառայություն բանջելու, այլ ծառայելու, ոչ թե տադելու, այլ բրգելու։ Ինչպես Հովհաննեսը ասած է, բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ, եւ անոր փառքը տեսանք, հորմեն միածնի փառքին պես, շնորհքով ու ճշմարտությունով լեցուն։ Մարդկությունը երկար ժամանակ խավարի մեջ գաբրեր, խավար, մեղքի, վախի, անարդարության ու մահվան, եւ Աստված պատասխանեց այդ խավարին ոչ թե զորքեր ղրգելով, այլ մանուկի մեծունտով, եւ ոչ թե բալադի մեջ ծնելով, այլ մսուրի մեջ ծնելով։ Այս լույսը մեզի համար շատ ծանոթ է, Քրիստոսի լույսն է։ Մեզ որպես հայ ժողովուրդ, մենք ջանցած ենք նաև խավարը, անցած ենք գիշերներ, որոնք գարձես վերջ չունեին, հալածանք, աքսոր, ցավ ու գսկից, բայց մեկ բան երբեք չմարեցավ, լույսը։ Հագարակ բոլոր տաժան օրերուն մեր բաբմության ամենադժվար բահերուն մեր մայրերն ու հայրերը բահեցին վառ հավատքը եւ Քրիստոսի լույսը մեր զավակներու մեջ, որով մենք կարողացանք այսօր վայելել այդ պարկը, այո քիչ տիվով ենք, բայց նաեւ գրցանք բահել այդ վառ բահել այդ հավատքը մեր զավակներու սրդին եւ հոգիի մեջ։ Եկեղեցիներ կանտվեցան հավատքի համար, կահանաներն հադակվեցան հանուն Քրիստոսի, դուներ այրվեցան, բայց Քրիստոս ապրեցավ հայ ժողովրդի սրդին ու բազմության մեջ, որովհետև այն լույսը, որ ծնավ մսուրի մեջ, մարդկային ցերկով չի մարիր։ Ճիշտ է, ինչպես ավետարանը գսե, որ խավարը չջանցավ լույսը, եւ սակայն լույսը շատ ավելի աստեցիկ է, շատ ավելի զորավոր է խավարին վրա, գիշխե է խավարին, երբ լույսը տեսնես, խավարը գանհետանա, եւ այսպես եղավ Քրիստոսի ծնունդը։ Եվ մենք այսօր, երբ ջրակները պիտի վարենք, մենք բարձրապես մոմ չէ, որ գվարենք, այլ մենք գհրճագենք հավատք, հույս եւ ճշմարտություն, ինչպես Հիսուսը ասավ, ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ յետևես կուկա, խավարի մեջ պիտի չկալե, հավագյանքի լույսը պիտի ունենա։ Այս ջրակը մեզ գիհիշեցնե, որ Քրիստոս ծնավ ոչ միայն Պետխեհեմի մեջ, այլ գուզե ծնել նաև ամեն մարդու սրդի մեջ, որ բաց է իրեն համար։ Today, the earth rejoices and heaven exalts, for the Savior has come into the world. Tonight we gather in shadow, yet we do so with hope. We come with eager anticipation, because on this sacred night a light is born. God does not enter the world through power or glory. He comes through humility, through a child laid in a manger, not to rule by force, but to draw near in love, not to frighten humanity, but to save it. The world has walked in darkness, fear, sin, injustice, and death. And God answered that darkness not with army, but with a child. That child is Christ. This light has never been extinguished, not by suffering, not by persecution,
not by history. It endured in the Armenian church through centuries of darkness, and it endures in us today. When we light our candles, we declare a truth. Darkness cannot overcome the light. Death cannot overpower life. Christ is born not only in Bethlehem, but in every heart that is open to him. Սիրելի ընտանիքներ եւ երիտասարդներ, թող ձեր բոլորին քայլերը առաջնորդվին այս լույսով, որ ծնավ մսուրի մեջ, փայլեցավ խաչին վրա եւ հարությամբ երբեք չմարեցավ։ Ուզեմ ավարտել աղոթքով Դեր Աստված, այս սուրբ գիշեր, երբ քու լույսդ աշխարհ եկավ, մեր սրտերը բաց գտնենք առջևդ։ Ձնե մեր մեջ ոչ միայն իբր իշադակ, այլ իբր գենտանի ներկայություն, լուսավորե մեր խավարները, մաքրե մեր հոգիները եւ խաղաղություն բարգեւե մեր դուներուն, բահե մեր եկեղեցին, զորացուր մեր հավատքը եւ առաջնորդե մեզ քու լույսովդ մինչեւ հավիտենական կյանք, քանզի տունես ճշմարիտ լույսը, որ խավարը չի հաղթեր։ Եվ միաստապարը ճագենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ որով օրհնյալ եք Հավիտյանս Հավիտենից, ամեն։